Մեկ ամիս առաջ գերմանական հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում արտգործնախարար Արադ Միրզոյանը հայտարարեց, որ մեկ ամիս անց Հայաստանը կարող է հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցությանը, կամ զգուշորեն ավելացրեց նա մյուս տարի։ Անցավ մեկ ամիս, ոչ մի հայտ իհարկե ներկայացված չէ։ Չմոռանանք, որ կես տարի առաջ Փաշինյանն էր ասում, որ 20 տարի անց տեսնում է Հայաստանը Եվրամիության կազմում։ Փաշինյանը նույն աջակցությամբ կարող է պնդել, որ դեկտեմբերի 31-ին աշխարհը տոնելու է նոր տարի եւ չի սխալվելու, այդպես է լինելու է, բայց Փաշինյանը նրա հետ որևէ առնչություն չունի։ Փաշինյանը հույս ունի 26 թվականին վերընտրվելու։ Ինչի համար։ Արդյոք նա հաջորդ տարի տանելու է մեզ Եվրամիություն։ Իհարկե ոչ։ Դա չէ նրա նպատակը։ 7.5 տարի ունենալով բացարձակ իշխանություն, նա որևէ քայլ չարեց Ռուսաստանի գաղութացումից ազատվելու համար։ Ռուսները շարունակում են վերահսկել հայկական երկաթուղին եւ գազամուղը, հանքերը, բանկերը, հատուկ ծառայությունները, քաղաքական կուսակցությունների զգալի մասը, ազգային ժողովի 3 կուսակցությունից 2-ը ակնհայտորեն։ Այդպես որ այս առումով մենք չենք կարող հույսներս դնել Փաշինյանի վրա։ Ոմանք ասում են, որ նա ժամանակ է շահում, նա կորցնում է ժամանակը։ Ժամանակը շահում է Ալիևը եւ ոչ միայն ժամանակ, այլ նաեւ տարածքները, մեր տարածքները։ Եվ եթե մենք տանք եւս 4 տարի ժամանակ Փաշինյանին, մենք կկորցնենք ոչ միայն տարածքները, այլ Արցախը պես կկորցնենք նաեւ Հայաստանը։